Եվրոմեդիա 24-ը շարունակում է իր աշխատանքը տաղավարում եւ մեր տաղավարում հյուրընկալվել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Բարև ձեզ, պարոն Հայրիկյան։ Շնորհակալ եմ չմերժելու եւ հյուրընկալվելու համար։ Ինչպես միշտ մեծ սիրով։ Եվ սկսենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե բոլոր ամուսնացյալ հոգևորականները իր եղբայրներն են, բայց միևնույն ժամանակ շարունակում է վիրավորել հոգևորականներին, այդ թվում թիրախավորել ամենայն հայոց կաթողիկոսին։ Մենք նաև ականատես եղանք օրերս, որ ձերբակալվեցին երկու սրբազանները։ Խնդրում եմ այս ամենի մասին ձեր մեկնաբանությունը, ինչի համար է Նիկոլ Փաշինյանը նման կերպարվում հայոց առաքելական Սուրբ եկեղեցու հետնորդների, առաջնորդների հետ։ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ է ինքն իրեն, երևի միակ բանը, որ ողջունելի է, որտեղ երբ սատանան էլ ինքն իրեն հավատարիմ է, մեզ համար տհաճ է, բայց արձանագրելի է, որ ինքը չի դավաճանում իրեն, իսկ ընդհանուր առմամբ ինքը փորձում է մեզ նաև զբաղեցնել, բոլորից զբաղեցնել, մասնավորապես ինձնով հետաքրքրող, իմ առաջարկներով հետաքրքրող մարդկանց ուշադրություն շեղել կարևորից, հիմնականից, որի անունն է հիմնական օրենք։ Մեր այս բոլոր խնդիրները հիմնական օրենքի անկատարության հետևանք են, եւ ես շատ լուրջ փաստարկներ եմ գտել, որոնք ոչ միայն կարող են կարգի հրավիրել, այլ ուղղակի կերպով Նիկոլին կտանեն այն տեղը, որտեղ ինքը սիրում է մարդկանց ուղարկել։ Ինքը ուզի պիտի գնա այդտեղ։ Ուր է սիրում ուղարկել բանտ։ Հիմա մենք տեսանք, որ ինքը հասավ նաև սրբազաններին։ Իր բոլոր արածների մեջ ամենասրբապիղծն այն էր, որ ոստիկաններ ուղարկեց Էջմիածնի վրա։ Տեսեք, չեմ ասում ճիշտ էր, սխալ էր։ Ցանկացած մարդու ցանկացած տեղ կարելի է ձերբակալ, բայց համարձակվել Էջմիածնի վրա ոստիկաններ ուղարկել, դա վերջն է։ Եվ դա ԱԻՄ-ի բոլոր տեսակի հայտարարությունների հիմքում է ընկած։ Ինչևէ, ինքը մնում է հավատարիմ իրեն որպես եւ գիտեք, սատանայակերպ մտածող մարդկանց վտանգավորությունն այն է, որ նրանք որոշ ճշմարտություններ ասում են, անառարկելի ճշմարտություններ, որպեսզի դրան զուգահեռ իրենց ամենաստոր արարքները արդարացնեն։ Ով չգիտե, որ ընդունված կանոնները պետք է պահպանել, բայց կրկնում եմ, հիմնական միտքը նրանով, որ ինքը համարձակվեց Էջմիածնի ոստիկաններ ուղարկել, նույնիսկ այլադավ հոգևորականները իշխանությունները զգուշացել են Աստծո տան վրա զորք ուղարկել։ Առաջինը այդպեսի լուրջ հիշվող բան արել է ռուսական կայսրությունը մինչև Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին եւ պատկերացրեք, երբ ինքը Էջմիածնին ավերեց, թալանեց 1809 թվականին, հետո Պարսից շահը օգնեց, որ Էջմիածինը վերականգնի, որտեղ հոգևոր տուներ։ Իսկ այստեղ մենք տեսանք մի բան, որ կրկնում եմ, աներևակայել է։ Սրբազանին կարող եմ շատ սիրել, շատ հարգել կամ ընդհակառակը, բայց խոսքը դրա մասին չէ։ Սրբազանն էլ պետության քաղաքացի է եւ պետք է օրենքների ենթարկվի, բայց կրկնում եմ, խոսքը դրա մասին չէ։ Օրինակ Բագրատ Սրբազանը հայտարարել է, այն բոլորը ինչ որ մեր մասին ասում եք, սուտ է։ Իսկ արդարադատություն նշանակում է երկու կողմերին լսել։ Իրենք մեզ մատուցում են իրենց տեսակետը, իսկ Սրբազանի ասած, Բագրատ Սրբազանի ասածը, մենք պիտի մի կերպ կարողանանք փաստաբանների միջոցով ընթերցել։ Մինչդեռ արդար մոտեցումը կպահանջեր զուսպ լինել, չափավոր լինել, սպասել, մինչև գործը կհասներ դատարան։ Եվ մի սկզբունքային բան, ի վերջո կալանավորումը դա ազատազրկում է, ազատազրկումը խիստ պատիժ է։ Այդ խիստ պատիժը կիրառել առանց դատավճռի պիտի լինի բացառիկ դեպքերում։ Ես դրա մասին միշտ եմ խոսել եւ նույնիսկ հատուկ շնորհակալություններ եմ ստացել Հայաստանի ամենաբարձր մակարդակի եւ պետական պաշտոնյաներից եւ գործիչներից, որ սկզբունքային եմ, հետեւողական եմ, եթե նույնիսկ անգամ այն մարդն է կալանավորվել կամ նկատմամբ նախնական կանանք է կիրառվել, ում հետ ծերթարաբերություններ չունեմ։ Այս դեպքում նաեւ դրա հետ գործ ունենք։ Ինչ է նշանակում անմիջապես կալանքի որոշում պարտադրել դատարաններին։ Տեսեք, չեմ ասում, դատարանը որոշում ընդունել, չէ, մենք բոլորս լավ հասկանում ենք, որ այդ ոճով դատարանների վրա ժամանակին մարդ տանող գործիչը դա արդեն մարդ չի։ Որտեղ դատարանը արդարադատություն իրականացնող մարմին է, երբ նրա վրա ճնշում ես գործադրում, դա նույնպես արդեն վերջերի վերջն է։ Մենք գործ ունենք նույն Նիկոլի հետ, շատ տխրությամբ եմ սա ասում։ Ես կուզեի, որ այլ Նիկոլ լիներ կամ հենց այսօր փոխվեր։ Տեսեք, օրինակ Սահմանադրության ընդունման 30-ամյակը նշելու վերաբերյալ մենք պաշտոնական գրություն ենք ուղարկել, որ 30-ամյակն է ի վերջո հայ ժողովուրդը երկար դարեր չի ունեցել սահմանադրություն, հիմա ունի սահմանադրություն եւ պատշաճ է, ավելի ճիշտ տեղին կլինի, որ մենք դա նշենք պատշաճ մակարդակով։
ինձ խոստացել են պատասխան տալ հուլիսի 17-ին, բայց հուլիսի 5-ին լրանում է։ Մշակույթի նախարարությունից պատասխան եմ ստանում, որ մինչև վարչապետը փոխանցել է իրենց, կառավարությունը ավելի ճիշտ փոխանցել է իրենք էլ պատասխան են տալու իմ նշած օրից 12 օր անց։ Ըստ էս ինչու են այդպես ձգձգում։ Ընդհանրապես իրենց մոտ ընդունված է նույնիսկ չպատասխանելը, որը նույնպես հանցագործություն է։ Ես մի քանի դիմումներ ունեմ ուղղված կառավարությանը, դատախազություն, ինչ որ մեկին վերահասթեագրում են, բայց երբ դու դիմում ես ստանում, երբ դու ստանում ես հանրագիր, դու պարտավոր ես, եթե որևէ մեկին փոխանցում ես, նրանից պահանջել, որ պատասխան ուղարկի եւ քեզ, եւ հաստատիլոջ, այսինքն նրան ում պետք է պատասխանել։ Սրանց մոտ ընդունված է այդպես վարվել, բայց տվյալ դեպքում խուսանավելու ձևերից մեկն է։ Այսինքն, ասում, այ գիտեք, ժամկետի մեջ չտեղավորվեցինք, բայց մենք ամենայն դեպս նշեցինք սահմանադրության օրը, մի քանի հոգի խոսեցին, բայց 30-ամյակն է։ Իսկ սահմանադրությունը որևէ ազգի, հետո ինչ որ ժողովրդի մեծ մասը դա չի հասկանում։ Մենք խոսում ենք պետական այրերի հետ, չէ՞, որևէ ազգի կարևորագույն փաստաթուղթը դա իր սահմանադրությունն է։ Եվ երբ լրանում է հազարամյակներ ապրած ազգը առաջին անգամ ունենում է սահմանադրություն եւ դրա 30-ամյակը լրանում է այս տարի, պետք է նշել, ամեն մարդ պետք է իմանար, որ գիտեք 5 օրից սահմանադրության օրն է։ Բայց ես համոզված եմ, ավելի շատ մարդ գիտի, որ 5 օրից իմ ծննդյան օրն է, քան թե որ սահմանադրության օրն է, որ ինձ տխրեցնում է։ Պարոն Հայրիկյան, շատ շեղվելով եկեղեցու թեմայից, ըստ ձեզ ինչու հենց հիմա Նիկոլ Փաշինյանը այս արշավը սկսեց եկեղեցու դեմ եւ նման մեծ թափ ստացավ այս ամենը։ Թեման թափ ստացավ, որովհետեւ ինքը դրան ընթացք տվեց։ Ուրիշները այդ թեմայով չեն խոսում, որովհետեւ մեկ անգամ ասված է Աստծուն, կեսարին է կեսարին։ Եվ ամեն գրագետ մարդ դա գիտի, չի խոսում դրա մասին, չի խորանում։ Ես օրինակ շատ բաներ գիտեմ։ Ես գիտեք ժամանակին առաջի կալանքից հետո ընդամենը 23 տարեկան էի, բայց արդեն դարձել էի ազգային միացյալ կուսակցության ղեկավարը։ Եվ արդեն շրջանառության մեջ էի դրել անկախություն հանրաքվեի ճանապարհով։ Ցանկություն ստացա հասկանալով, որ մեկ է մի օր նորից այդ բանդ են տանելու, լինել հոգևոր ոլորտում եւ դիմեցի ճեմարան։ Վազգեն կաթողիկոսներ ժամանակ հանդիպեցի, իր հետ ընդունեց, մանավանդ որ ընտանեկան հարաբերություններ էին եղել դեռ Ռումինիայից նախնիներիս հետ։ Ընդունվեցի, բայց որոշ ժամանակ անց ինձ հեռացրին։ Ոչ թե հեռացրին, այլ նույն Վազգեն կաթողիկոսը Արիս Սրբազանի Շիրվանյանի հետ միջոցով փոխանցեց, որ կառավարությունից խորհուրդ են տալիս, որ Հայրիկյանը գնա պոլիտեխնիկական ինստիտուտ, որտեղ վերականգնվել է։ Ես հասկացա, որ Վազգեն վեհապարը որոշակի ճնշման տակ է, որը բնական էր սովետական միության պայմաններում, բայց դրա մասին չեմ խոսում, չէ, պանցիկ ասում եմ անցնում։ Իսկ այստեղ ինքը առիթ էր պետք իրեն եւս մեկ անգամ։ Հիմա էլ ուզում է ինքը սրբակրոն Երևալ։ Այ դու ով ես։ Դու կյանքումդ գիտես պատարակների ժամանակ ինչ է ասվում։ 100%-ով ասում եմ, որ ինքը կյանքում պատարակ չի գնացել, եթե գնացել է չի մասնակցել, չի հասկացել այնտեղ ինչ ասում, որովհետև երբ ինքը որպես գերագույն սրբապիղծ ասում էր Հայաստանի հպարտ ժողովուրդ, ինքը կործանում էր մեզ։ Գուցե Արցախյան պարտության պատճառներից մեկը այն էր, որ ճակատին գրեց դուխով, դե թող հիմա էլ գրի, ճակատին էլ գրի, հետևին էլ խփի դուխով։ Թող անի, ինչի՞ չի անում։ Եվ երկրորդ, որ ասում էր Հայաստանի հպարտ ժողովուրդ։ Դու գիտեք, որ բազմաթիվ մեղքեր են նախասահմանված։ Եվ այդ նախասահմանված բոլոր մեղքերի մեջ ամենածանր մեղքը հպարտությունն է։ Տեսեք, մարդ սպանելուց ավելի ծանր մեղքը հպարտությունն է։ Երբ մահացու մեղքերը նշվում են պատարակի ժամանակ, առաջինը հպարտությունն է նշվում։ Այս մարդը ոչ մի կապ չունի, որ ասում ես որպես հայ եկեղեցու հավատավոր, եթե դու հավատավոր լինեիր ստելը, կարող էր քեզ համար բնականon համարել, չէ՞։ Այնպես որ ինքը սա անում է իր հետին նկատառումներով, բայց սատանայի նկատառումներով երբեք իմաստ չունի խորանալ, բարձրաբանել, հասկանալ։ Դու պետք է քո ճշտով ապրես։ Ճիշտը պիտի համարես քո բոլոր տեսակի քո դեմ սատանայական բոլոր դրսևորումների հակադարձումը միակ ձևը դա է։ Թե չէ թե խորանում ես, խաղում ես իր խաղը։ Օրինակ շատ մարդիկ ասում են Նիկոլը 96 թվականին ծրագրում է այսպես, մենք էլ ծրագրենք այսպես, ասում են Նիկոլեն անուն չի ես տալիս։ Դու նրա խաղն ես խաղում։ Միածնայիչ մայրաթոռում մենք ականատես եղանք նրան, որ հավատավոր հայ ժողովուրդը կարելի ասել դիմադրեց ոստիկաններին, ուժայիններին, հնարավոր է, որ այս ամենը այլ զարգացումներ եւս ունենան։ Այլ զարգացումներ ունենան։ Այո։ Դե կանխատեսող չեմ, բայց այդ օրվա տեսածս արդեն ինձ համար ուրախալի էր այն բանով, որ մանավանդ հավատավոր մարդկանց թվում իհարկե այնտեղ կային նաև պարզապես հականիկոլականներ,
Բայց հավատավոր մարդկանց թվում կային մարդիկ, որ սրտանց ամենայն անկեղծությամբ ոստիկաններին ասում էին՝ դուք ձեր երեխաներին եք կործանում։ Դուք հասկանում եք ինչի մեջ եք ներքաշվել։ Ու դա ամենակարևոր բանն է, որ ոստիկաններին պետք է ասել, որ մենք հասանք նրան, որ սրբապղծության գագաթն է։ Ես ընդամենը 3 տող եմ գրել, երբ այն նախագահությունը հավաքվեց քննարկելու, թե ինչ բնույթի հայտարարություն ընդունենք, բոլորն ասեցին, ուրիշ ոչինչ պետք չի։ Որ ամենավատ բանը, որ կարող էր անել որևէ հայ իշխանավոր, դա իջմիածնի վրա զինվոր կամ ոստիկան ուղարկելն էր, ամենավատ բանը։ Դա ասված է։ Հիմա այդ ամենավատ բանը ինքը իրականություն է դարձնում մարդկանց փչացնելու միջոցով։ Գիտեք, այսօրվա իշխանությունը ավելի ահավոր չի, քան սովետական KGB-ի իշխանությունը։ Ես տեսել եմ, չէ՞, խորապես եմ տեսել նա, բայց KGB-ի ամենալուրջ պաշտոնյանը էր, գալիս էր սահման, որ հիմա չստացի, որ իմ մասն եմ խոսում, բայց փաստ է հիմա ես կենթանի ձեզ հետ խոսում եմ, չէ՞ դուք կարող եք իմ մասնագետների հարցնել։ Գալիս էր սահման, որ իրենք չէին կատարում KGB-ը։ Դատախազ, Գերագույն դատարանի դատավոր, օրենքով նշված էր երկրորդ անգամ դատվող մարդուն որպես պետական հատուկ վտանգավոր հանցագործ պետք է ուղարկել ռեցիդի ճամբար որպես կրկնահանցագործ։ Դատախազն ու դատավորը Գերագույն դատախազությունից եւ Գերագույն դատարանից իրար հետ պայմանավորվում էին, որ այս երիտասարդը հայրենասեր է, պիտի չանենք, չի կարելի։ Սա նշանակում է Կարինե Դանիելյանը վերջերս մացավ պատմում է, թե իր հայրիկը ինչ տառապանքներով էր տուն գալիս ու քննարկում էին իրար հետ։ Իսկ այս ոստիկաններին դարձրել է զոմբի, ավելի ճիշտ ոստիկանական համազգեստով պոռնիկներ։ Թող ոչ մի ոստիկան չնեղանա, եթե իրենք կատարում են այդպիսի հանձնարարություն ու չի ասում ես չեմ գնա Իջմիածնի վրա։ Նշանակում է վճարել են եւ այդ վճարումը պահանջում են անել անբարոյական արարք։ Հայ առաքելական եկեղեցու վրա իմ տատիկս ես երեխա ժամանակ հայրական կողմից փոխեցի էր այն մտավորականների մեջ, որ նշում են զոհվածների մեջ Արդի Վաժարանի տնօրեն Աբրահամ Հայրիկյան իմ պապն է։ Տատիկս պատմել, որ երբ թուրքերը ջարդեր էին սկսում, մենք բոլորս վազում էինք հայկական եկեղեցի, մտնում էինք եկեղեցի եւ եկեղեցում մեր ապահով էինք զգում։ Այդպես են փրկվել շատ ջարդերից։ Այսինքն թուրքն անգամ գալիս ասում էր եկեղեցուն, ասում էր Աստոտունն է, կանգ առնենք։ Այդ հետո էր որ նրանց մեջ սոցիալիստական ոգին մտավ ու նաեւ եկեղեցին անտեսվեց։ Երի թուրքերի ժամանակներում նկատի ունեմ, նրանք էլ մեր սոցիալիստների հետ էին, չէ՞, համագործակցում իբր թե։ Այստեղ կատարվել է ամենահավոր բանը։ Իսկ զարգացումներ հնարավոր է նաև այդ հողի վրա, իդեպ ասեմ, այդ զարգացումները արդեն սկսված էին։ Ցավոք սրտի դժվար է, գիտեք, բան մշտապես հոգևորով ապրած կամ այդպես ներկայացած մարդը այնքան արագ չի կարողանում վերակողմնորոշվել, ինչպես գիտականով զբաղված մարդը արագ չի կարողանում վերակողմնորոշվել ազգային պետական հարցերում։ Մենք ունեցանք առաջին նախագահ, որը շատ հարցերում հարգում եմ, բայց ամենակարևոր հարցերում հիշում եմ, որ ասում էր ծրագիր չունեմ։ Այսինքն գիտնական ես, բայց ծրագիր չունես քաղաքական ոլորտում, բա ինչ գործ ունես այստեղ։ Իսկ ինչ վերաբերում է զարգացումներին, եկեք հիշենք, որ ամենալուրջ զարգացումներ կարող են լինել դարձյալ ոչ թե կանխալ գուշակելով, այլ անցյալին ապավինելով։ Մենք չէինք ունենա պետություն բոլորովին, եւ թուրքերն ու մեր թշնամիները իրենց երազանքի իրականացրած կլինեին, եթե հոգեվորի միջամտություն չլիներ։ Գևորգ կաթողիկոսի միջամտությունից հետո կազմակերպեց Սարդարապետը եւ դրա արդյունքում մենք ի վերջո ունեցանք նախ այն հանրապետությունը, հետո սովետի ժամանակ ճանաչվեցինք որպես ինքնորեն միավոր, հիմա էլ փորձում ենք այդ կարգավիճակը պահպանել, ես ոչ միայն փորձում եմ, այլ ուզում եմ որ հզորանա ու իսկ հզորանալով է միայն մարդու միջոցով, մարդն է հզորացնողը։ Մի անգամից ասեմ, որ իզրո չէ որ սահմանադրության մասին այդքան խոսում եմ, որովհետև հիմքում պիտի լինի մարդը, հայ մարդը պիտի իրեն երկրի ոչ թե զգա, այլ պիտի դառնա երկրի տերը։ Իսկ եթե դու ունես դրա բանաձևը, պիտի ամեն ինչ անես դրա կյանքի այդ բանը կյանքի կոչելու համար։ Պարոն Հայրիկյան, գործարար բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԵՑ-ը պետք է պետականացվի, ինչի մասին այսօր ազգային ժողովում նախագիծ կա, սակայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնեց, մենք տեղեկացանք, որ այդ նախագծի փաթեթը լրամշակման կարիք ունի։ Նախ անդրադառնանք նրան, թե ինչու ձերբակալությունից հետո Փաշինյանը որոշեց, որ պետք է ՀԵՑ-ը պետականացվի եւ արդյոք հնարավոր է նման բան, թե ոչ։ Հետաքրքիր է, գիտեք, որ կառավարության ղեկավարը չգիտի, որ Հայաստանն ունի որոշակի պարտավորություններ, մասնավորապես այն միջազգային կառույցների նկատմամբ, որոնցից հսկայական վարկեր է ստացել, պետականացնել, ազգայնացնել կարող էր ասել ժամանակավորապես, հետո բաց բաժնետիրական ընկերության վերածելու իմաստով, բայց եթե իսկապես ասել է պետականացնել, բառը ես դա չեմ լսել։
Եվ եթե դուք ասում եք ուրեմն լսել եք, ապա ինքը նաև լուրջ խախտում է թույլ տալիս։ Դրա համար էլ երևի դրա մշակման անհրաժեշտություն կա։ Իսկ ընդհանրապես որևէ պետություն կարող է իրավունք ունի որևէ ձեռնարկատիրոջ ունեցվածքի նրա մասնակցությունը վերանայել, որովհետև դա ի վերջո պետք է լավագույն ձևով սպասարկի Հարությունյանը։ Իդեպ Կարապետյան հենց ասացիք, ես հիշեցի երեք լսել եմ նաև մեկ այլ գործարարի, արդեն ամերիկյան հայտնի գործարար, ով եղավ իմ կառուցած եկեղեցու, այսինքն իմ նախաձեռնած եկեղեցու կնքահայրը, վերջնամ ասում ինքը միացավ, վաղուց երբ ես արտաքսված էի, այն ժամանակվանից համագործակցում ենք, գիտեք, այնպեսի դառնություն կար իր խոսքում, որպես գործարարը խոսում, ինքը Կալիֆոռնիայի հարուստ հայերից է եւ շատ մեծ ներդրումներ է ունեցել Հայաստանում ընդհանրապես այն թվերին, երբ բոլոր անկախությունից վախենում էին, նաեւ Սփյուռքում վախենում էին, ինքը ոչ միայն չվախեցավ, այն աջակցեց, որքան որ կարող էր, նույնիսկ մի միկրոավտոբուս գնեց, ոսկեգույն միկրոավտոբուս էր, որի վրա մենք փակցրել էինք պաստառ Հայաստանի դեսպանություն եւ այդ ինքնաշարժ Ամերիկայում եք շրջում էր մասնավորապես Վաշինգտոնում ու ասում որ սովետական միությունը իրավունք չունի Հայաստանում արտակարգ դրություն հաստատած Գորբաչովը Արցախյան հարցի նկատմամբ իրավունք չունի ներկայացնել հայ ժողովրդին ներկայացնում է Վահե Կարապետյանը դրա մասնակիցներ եւ նա նույնպես արդեն մեծ տարիքում երեք այնպեսի դառնությամբ էր խոսում որ կարծես մեծագույն ողբերգության առաջ են կանգնած ընդհանուր քաղաքականության մասին այսօրվա իշխանությունների Օրերս Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ Ֆրանսիայի առաջնորդն աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումների մասին եւ հավելել է, որ կառավարության որդեգրած խաղաղության ռազմավարությանը կողմ են նրանք։ Այս ամենը ինչ կարող է իրենից ենթադրել եւ արդյոք վտանգներ պարունակում է իր մեջ։ Դա նախ եւ առաջ Նիկոլի քարոզչությունն է, սրանց քարոզչությունն է, իբր այն ինչ որ իրենք անում են աշխարհը դրան աջակցում է։ Ես չեմ կարծում, որ նախագահ Մակրոնը այն շեշտադրումներն է արել, որոնք ենթագիտակցաբար մատուցվում են տվյալ դեպքում։ Այսինքն ես եկեղեցու դեմ պայքար եմ սկսել, ուրեմն տեսեք Մակրոնն ասում է լավ ես անում, խաղաղությունը ամեն ինչ անարդարացի խաղաղությունը։ Գիտեք, խաղաղությունը շատ կարևոր բան է, բայց խաղաղության հիմքում պետք է լինի արդարություն։ Եթե չկա արդարություն, ապա դու չունես խաղաղություն։ Խաղաղությունը նախ եւ առաջ հոգեվոր հասկացություն է։ Դեռևս 50 քանի տարի առաջ, 55 համարյա 60 տարի առաջ առաջին անգամ լուրջ լսածած քարոզ պատարակի ընթացքում լսածած քարոզի մեջ խոսում էր հոգևոր խաղաղության մասին ասում էր կարող ես դու աշխարհիկ տերը լինել բայց եթե չունես հոգևոր խաղաղություն եթե դու քո խղճի հետ կռիվ ունես վերջ այդ խաղաղությունը իմաստ չունի ուրեմն երբ մենք խոսում ենք խաղաղության մասին դա նշանակում է արդարություն բայց մենք չենք տեսնում որ Նիկոլ Փաշինյանը միջազգային հարաբերություններում հարևանների հետ հարաբերություններում առաջնորդվում է նաև արդարության զգացումով խաղաղությունը եւ արդարությունը իրարից անբաժանելի է եթե առանձին ես փորձում կիրառել եւ խաղաղությունը թե խաբուսիկ եւ արդարությունը Ի վերջո, ինչ պետք է անի հայ ազգը, որպեսզի ինչպես ասում են, այս թմբիրից դուրս գա, քանի որ թե արտաքին հարաբերությունները հարևանների հետ, թե ներքին քաղաքական իրավիճակը, թե եկեղեցու դեմ արշավը արդեն բոլորին նյարդայնացնում են։ Առարկայական եք ուզում պատասխանել, թե տեսական։ Թե առարկայական, թե տեսական։ Լավ, սկսենք տեսականից, հետո առարկայականը, որովհետև կարող է ձեզ զարմացնել։ Ուրեմն տեսականը հետևյալն է, հայ ժողովուրդը նախ եւ առաջ պետք է իր երկրի տերը դառնա, ինքը։ Երբ որևէ ազգ ունի խնդիրներ, այդ խնդիրների հիմքում ընկած է մեկ բան, այդ ազգը չի իր ճակատագրի տերը։ Որտեղ եթե ազգն է իր ճակատագրի տերը, ապա ինքը բնականաբար այնպեսի որոշումներ չի ընդունի, որոնք իրեն թեկուզ հոգևոր կամ ել չեմ ասում նյութական խնդիրներ կարող են առաջ բերել։ Բայց 18 թվականին Փաշինյանն ասում էր, որ մենք ենք տերը մեր երկրի եւ կային 3 միլիոն վարչապետներ։ Փաշինյանը կրկնում էր իմ խոսքերը, կրկնում էր ԱԻՄ-ի խոսքերը, մենք այլ կերպ ենք ասում, Հայաստանը տեր ունի եւ այդ տերը ես կանգ եմ առնում, ասենք ամբիոնից եւ հավաքվածները վանկարկում են մենք ենք տերը մեր երկրի, իմ հնարածը չի, մեր հնարածը չի, բայց ինքնորոշումը հայ իրականություն ես եմ վերել, ազգային ինքնորոշում հասկացությունը առարկայորեն նույնպես ես եմ վերել։ Ուրեմն ազգը զրկված է ինքնորոշման իրավունքից, ազգը ինքնորոշման իրավունքի տեր է դառնում սահմանադրությամբ, ճիշտ սահմանադրությամբ։ Հրաշքով ես գտել եմ աշխարհում ամենալավ սահմանադրության տարբերակը, որտեղ քաղաքացին երկրի տեր է դառնում։ Հիմա դու ես գտել 1000 հոգի կարող են գտնել։ Բոլորն էլ հավասար են, չէ՞, ասում են այդպես մարդիկ։ Բայց մի բան կա, ես 20 տարի բռնադատված եմ եղել, թող ցույց տան 10 տարի բռնադատված մեկին, որ ասենք ես ու նա իրար հավասար ենք։ Օրենքով եմ,
օրենքով է սահմանված, որ բռնադատված է։ Եվ բռնադատվել են ոչ իմ հաճույքների համար։ Բռնադատված համարվում ես մի դեպքում, երբ դու պայքարել ես, դուժել ես, քեզ հետապնդել են, ենթարկվել ես տարբեր տեսակի տառապանքների, բայց հետո արդարացվել ես։ Ես արդարացվել եմ։ Կոմունիստական իշխանությունները ինձ ներողություն են խնդրել պաշտոնապես։ Եվ դատախազության միջոցով, եւ Գերագույն դատարանի միջոցով, եւ այլն, դրա մասին շատ չխոսեմ։ Ուրեմն դա հիմնականն է, ես խոսեցի տեսականի սկզբունքային մասին։ Դրան ով է պատրաստ Հայաստանում, ցավոք շրտի շատ քչեր, ինչպես շատ քչերն էին պատրաստ անկախությանը սրանից 50 տարի առաջ։ Երբ ինձ ու իմ ընկերներին դատում բանտ էին ուղարկում ազգային միացյալ կուսակցության անդամներին, հանրությունը համակրում էր մեզ, բայց մեզ միանալու եւ մեզ հետ այդ պայքար ուժեղացնելու մարդկանց թիվը շատ չէր, առավելագույն քանակությունը, ես եմ չէ ղեկավարը, մանրամասն գիտեմ, բոլոր գաղտնի կառույցները իրար հետ միավորած 200 հոգուց ավելի մարդ չկար մեզ հետ պայքարի ներսում, բայց քանի որ դա նաեւ բարոյական պայքար էր, պայքար ինքնորոշման իրավունքի համար, այդտեղ քանակը կարևոր չէր։ Հիմա այսօր առարկայորեն ինչ կարելի անել։ Որն է մեր սերնդի մեծագույն ձեռքբերումը։ Ինձ շատերին եմ այդ հարցը առարկայորեն հարցնում եւ թույլ տվեք ձեզ էլ ասել։ Մեր ժամանակների մեծագույն ձեռքբերումը հայ ժողովրդի ունեցել է թե չի ունեցել, ո՞րն է այդ ձեռքբերումը։ Դուք պետք է ասեք։ Պետականության վերականգնումը։ Եթե ազգը չունի պետություն, ուրեմն այդ ազգը կատարյալ ազգ չէ։ Պետականության վերականգնման ճանապարհին, տեսեք, 5 անգամ դատվել եմ, 5-րդ անգամ արդեն արտաքսվել։ Բայց ի վերջո ես կարողացա չէ այդ գաղափարը հասցնել։ 20 տարուց ավելի պահանջվեց, մանավանդ տառապանքներն էլ նկատի ունեմ, հետապնդումները լավ տառապանք չասեմ, բանդարկումներ եւ այլն, իմ տառապանքեր հարազատներիս ապրումները դուք պատկերացնում եք, մայր, հայր, քույրեր, սիրած աղջիկ եւ այլն, նրանք իսկապես տառապում էին։ Եվ այդ բոլորը ի վերջո ավարտվեց նրանով, որ Լենին պարտիա Գորբաչով վանկարկող Ղարաբաղ կոմիտեն դարձավ անկախական, այսինքն մեր աշխատանքը չկորավ։ Ինքներն դա չէր ստացվում, մենք անկախություն թեր սկսեցինք հրատարակել, սովետի պայմաններում անկախություն թեր, ախր սովետ նշանակում էր ոչ անկախությանը, ազգային ինքնորոշում միավորում։ Այս երկուսն էլ առաջինն են եղել ամբողջ կայսրության տարածքում։ Սա 100 անգամ ասել եմ, 1000 անգամ էլ պետք է ասեմ։ Նույնիսկ Չեխոսլովակիա, Լեհաստան չունեին քաղաքական այլընտրանքային կազմակերպություն։ Կար Սոլիդարնոստ արհմությանական կազմակերպություն, բայց մենք գնում էինք դեպի կենտրոնը, գլխավոր նշանակետին էինք խփում։ Կայսրությունս, մենք կայսրության դեմ ենք, ուրեմն անկախություն, կայսրությունս դու ես որոշում ամեն ինչ, բռնապետությունս ոչ ինքնորոշում։ Հիմա այդ նույն խնդիրն եմ էլի մեր առջև կանգնած, որովհետև այս իրավիճակի հիմնական պատճառն այն է, որ ազգը ինքնորոշման իրավունքից զրկված է։ Այն ժամանակ ինչ արեցին մարդիկ, միավորվեցին Հայրիկյանի ոչ թե անձի, այլ գաղափարների շուրջը։ Համախմբվեցին, հասկացան, որ անկախություն հանրաքվեից չէ, որ ճանապարհ է։ Այդ գաղափարի շուրջ համախմբվեցին նաև տարբեր ազգերի քաղաքական ուժեր, գրեթե բոլոր։ Սովետական միության 4 գլխավոր հեղինակավոր այլախոհներն էին, այսպես ու հերթով ասում է Լուկյանենկո, Կուզնեցով, Բուկովսկի, Շարանսկի։ Շարանսկին պարզ ընկերս էր, նա ընդամենը էպիզոդիկ քաղաքական գալկանա։ Իսկ այդ մյուս երկուսը եղել են Փարիզի կոնֆերանսին եւ ինձ են ընտրել ղեկավար։ Այդ ալիքը եկել հասել է Հայաստան, ճիշտ է, մենք մի քիչ ուշացանք հանրաքվեի հարցում, բայց մեր այդ գործը ազդեց աշխարհի ընթացքի վրա, աշխարհի կրկնում եմ պատասխանատվությամբ կարող է կասկածողներ լինեն կամ կարող են լինել ստախոս տգետներ, որ կարծեն թե ես էլ իրենց պես հիմա ստում եմ, դրա համար խորհուրդ եմ տալիս մտնել, հենց հիմա մտնել համացանց, հավաքել կոնգրեսի արձանագրություններ, Congressional Records, հունիսի 24 եւ այնտեղ կարծալ թե սենատորները Հայրիկյանի մասին ինչ են ասում, ինչպես են Ամերիկայի նախագահին ասում, որ մենք պետք է լսենք Հայրիկյանին ու Գորբաչովին եւ այլն։ Հիմա առարկայական ինչ պետք է արվի, ես հունիսի 5-ին միջոցառում եմ կազմակերպել հրապարակում, նվիրված սահմանադրության 30-ամյակին, ազատության հրապարակում։ Ժամը 6-ին է լինելու, հուսով եմ, որ ես այդ ընթացքում կհասցնեմ բարձրանալ Արագածի գագաթ ու արդեն իջած լինել ցած, որովհետև 30-րդ անգամն եմ բարձրանում, սահմանադրության 30-ամյակն է իրար զուգակցում եմ։ Եվ այդտեղ մենք խոսենք մեր ազգի արժեվ ծառացած գլխավոր խնդիրների մասին ու բոլորը կտեսնեն, որ Սրբազանին կալանավորելը կապված է այն բանի հետ, որ այսօրվա սահմանադրությամբ միահեծան վարչապետը հակակշիռ չունի ու չի կարող ունենալ, որովհետև պարլամենտը պիտի իրեն հակակշռեր, բայց իրեն պարլամենտն է նշանակում։ Մեզ պարտադրվել է աշխարհի ամենախուժան սահմանադրությունը, ոչ թե ամենավատ, այլ ամենախուժան։ Որոշ անդրագետներ ասում են, բա Գերմանիայի սահմանադրության ներբերանգներին ծանոթ ես, Գերմանիային պարտադրվեց սահմանադրություն, որը ինչ որ չափով գալիս էր նրանց հին մինչ առաջին համաշխարհային պատերազմ ունեցած պատկերը, բայց այնտեղ կայսր կար, այսինքն սահմանադրական միապետությունը վերածվեց խորհրդարանական պետության, որտեղ հակակշիռները լավագույն ձևով չեն գործում, բայց
ամբողջ աշխարհում կա 10-12 խորհրդարանական պետություն, մեկը մյուսից վատ, չեմ կարող ասել մեկը մյուսից լավը։ Բայց այն ազգերը, որ ունեցել են ավանդույթներ կամ ծանր փորձանքներ, ինչպես Գերմանիան ունեցավ ֆաշիզմը, նրանք դրանից դասեր քաղել են։ Հիմա մեր առաջարկը, սահմանադրության առաջարկը, որը շրջանառության մեջ է ավելի քան 20 տարի, իր սպասողական վիճակի մեջ է։ Եթե մենք կենտրոնանայինք ընդամենը 2 ամիս այդ հարցի վրա, ոչ մի Նիկոլ չէր կարող ասել ոչ։ Բայց քանի որ քաղաքական դաշտի ուժերի մոտավորապես ընդամենը 15%-ն է մեզ հետ համախոհ աշխատում, բարձր մենք այսօր արդյունքի չենք հասնում։ Մնում է քաղաքացիների անմիջական աջակցությունը եւ առարկայորեն վիճակը փոխելու ամենակարճ ճանապարհը դա է։ Շնորհակալ եմ շատ, պարոն Հայրիկյան։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, շարունակեք հետևել Եվրոմեդիային, YouTube-յան, Instagram-յան, Telegram-յան եւ Facebook-յան հարթակներում կհանդիպենք։